Ստում, մոլորեցնում, թե անհարմար իրավիճակից էր փորձում դուրս գալ Տիգրան Ավինյանը հոկտեմբերին, երբ ասում էր, թե Նուբարաշենի աղբավայրը դիտավորյալ են հրդեհել։ Արդեն խոսել եմ ազգային անվտանգության ծառայության տնօրենի եւ ներքին գործերի նախարարի հետ։ Հրդեհի հետ որևէ կապ ունեցած անձ կենթարկվի պատասխանատվության օրենքի ամբողջ խստությամբ։ Եվ ես երաշխավորում եմ, այս դեպքը չի կարող մնալ անպատասխան։ Այս տեսաուղերձից 2.5 ամիս է անցել, բայց աղբավայրը միտումնավոր հրդեհելու կասկածանքով ձերբակալված չկա, կասկածյալ չկա, հայլուրին հայտնել է քննչական կոմիտեն։ Քրեական վարույթ է նախաձեռնվել կենսաբանական, քիմիական նյութերի կամ թափոնների հետ վարվելու, անվտանգության կանոնները խախտելու հիմքով։ Նախաքննությունը շարունակվում է։ Ուզում եմ շատ հստակ արձանագրել։ Այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն։ Իսկ ինչից էր Ավինյանը ենթադրել, որ աղբավայրը դիտավորյալ են կրակի տվել։ Քաղաքապետը չլսված մի պատմություն է պատմում։ Նուբարաշենի աղբավայրում այդ դեպքից 1-2 օր առաջ պահակներին մոտեցել եւ շատ տարօրինակ նախադասություններ էր ասվել, մասնավորապես, որ շուտով այստեղ բան է փոխվելու եւ այդ կարծում եմ շատ տրամաբանական էր մեր այն ենթադրությունը, որ այդտեղ կա մարդկային գործոն։ Երևանի քաղաքագլուխն ասում է, քրեական գործով չի հետաքրքրվում, բայց վստահեցնում է, խոշոր հրդեհից հետո Նուբարաշենի աղբավայրը հեղափոխություն է ապրել։ Կահավորվել է ամբողջ աղբավայրը, տեղադրվել են անցակետեր, տեղադրվել են տեսահասկման միջոցներ, տեսախցիկներ ամբողջ Նուբարաշենի աղբավայրով։ Տեղյակ է արդյոք քաղաքային իշխանությունը, որ ապօրինի աղբավայրեր են գործում մայրաքաղաքում ու ինչ է անում դրանք վերացնելու համար։ Civilnet-ը պարզել է, որ այդպիսի 6 աղբավայր կա։ Մեկ այլ աղբավայր ձեր, այսինքն քաղաքապետարանի եւ քննչական կոմիտեի ձեռամբ եղավ 2022-ին, երբ Սուրմալուի պայթյունը եղավ, աղբը տարան Նուբարաշեն, ընդ որում որ գնաք Նուբարաշեն այցի, մի հատ գերեզմանի դիմացի հատվածը կանգնեք, այց կատարեք, այնտեղ ապօրինի շին աղբավայր է ստեղծվել, տարան Նուբարաշեն, ասեցին կտանենք, երբ որ քննչական գործողությունները ավարտվի, քննչական գործողությունները վերջացավ, բայց այդ աղբը մնացել է այդտեղ ու ընդլայնվում է։ Քաղաքապետը պատասխան չունի, իր բառերով պետք է խորանա խնդրի էության մեջ։ Մենք վերանայում ենք Էդգար Ղուշչյան, Նորայր Շարբաթյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։